Բարի եկաք քույրեր, thank you Արփիկ, դու նշեցիր այս գեղեցիկ օրվան մեջ մենք դակավին կշարունակենք մեր մայրերու հատուկ սերտողությունը, ինչպես անցյալ շաբաթ տեսանք Հոկապետի, Աննայի եւ Ռեբեկայի մասին։ Եվ այսօր ունենք երկու ուրիշ հրաշալի քույրեր, որոնք մեզ պիտի ներկայացնեն, մեկ հատ նոր գդակարան, մեկ հատ հին գդակարան են։ Էման եւ Ժակլինը, Սարան եւ Եկսապետը պիտի ներկայացնեն, հրամեցեք։ Շնորհակալ եմ, որ վստահեցար ինձի Սարայի բանությունը ցեզի հետ փաշնեցելու եւ իր մե ինչ տաս առնելու։ Վստահ եմ, որ բոլորս գիտենք Սարայի մասին եւ ես երբ որ Սարայի մասին մի քանի անգամ գարտացած եմ, բոլորովին դարբեր դպավորություն ունեցա, երբ որ սկսա ավելի խորունկ նայել իրեն եւ ինչ տասեր կրծակ սորվել իր մե։ Ուրեմն Սարայի բանությունը գսկսի ծնունդոց քիրքին 11-րդեն մինչև 20-րդ քիրքին մեջը իր անունը սկիզբը գիտենք որ Սարիա էր, որ կնշանակե իմ իշխանուհիս մեկ հոգիի համար, բայց վերջը 17-րդ գլխուն մեջը Աստված իր անունը փոխեց Սարայի, որ կնշանակե իշխանուհի, որ մեկ հոգիի չի պատկանի, իշխանուհին բոլորին կպատկանի եւ վերջը պիտի գիտնանք ինչու համար։ Ուրեմն ով էր Սարան? Սարան Աբրահամի գինն էր եւ իրեն գես քույրն էր, որտեղ նույն հայրը ունեին, բայց դարբեր մայր։ Գիտենք, որ չափազանց գեղեցիկ գինն էր, Աբրահամեն 9 տարի փոքր էր, ուր քաղաքի մեջ գաբրեր եւ իր արքանքը կոծեր։ Ասոնք բզդիկ անդրադարձումներ իրեն մասին։ Ուրեմն օրը Թերան, որ իրեն հայրը Գեսուր հայրը գլար, օրոշեց ուրեն հերանալ եւ արավ Աբրահամը Սարան եւ Ղովդը ճամփորդեցին դեպի Կանանու երկիրը, բայց ճամփում վրա գան կարին Խարանումի մեջ եւ հոմփնագեցան։ Որոշ ժամանակ յետ Աստված Աբրահամի եսավ, քու երկրետ եւ քու ասկագաններետ ու քու հորը դունեն քնա այս երկիրը, այն երկիրը զոր ես քեզի պիտի ցուցնեմ։ Ես քեզ մեծ ասկ պիտի անեմ ու քեզ պիտի օրհնեմ եւ քու անունդ պիտի մեծնեմ ու թուն օրհնյալ պիտի ըլլաս։ Ուրեմն Սարան առանց ոյեմեկ թշկողության արարգության դունը դեղը հավաքեց, ճամփայելով Աբրահամին հետ, դեղը որ վերջը գիտնան Կանանու երկիրը։ Այն ժամանակ Սարան 64 տարեկան էր, Աբրահամը 75։ Դժբախտաբար սովի պատճառով ուրքացին Եգիպտոս։ Ինչպես քիչ առաջ ասի, Սարան չափազանց գեղեցիկ կին էր, երևակայեցեք 64 տարեկան, շատ գեղեցիկ, այդ չափ գեղեցիկ որ Աբրահամը իր կյանքեն վախցավ եւ ասա որ Սարա քեզ եթե մեկը հարցնե ով ես դու պիտի ասես քույրդ եմ։ Եվ ճիշտ այդպես եղավ, Փարավոնի զինվորները դեսան Սարայի գեղեցկությունը, քովեցին Փարավոնին եւ Աբրահամը ասավ այն ժամանակ Սարային շնորհք ըրե։ Ասե թե դու իմ քույրս ես, որբեսի քու պատճառավդ ինձի աղեկ ըլլա ու քու պատճառավդ իմ անձս ապրի։ Ուրեմն Սարան առնվեցավ քնած Փարավոնին դունը։ Սուփիրկը չսեր որ չաբադեն հոն մնաց։ Չենք գիտեր Փարավոնի իրեն հետ ինչպես ինչ վարվելագերբ ունեցավ իրեն հետը, բայց գիտենք որ Աստված հոժարչեր Աբրահամի աս քայլեն եւ հարված տվավ Փարավոնին եւ իրեն դունին։ Փարավոնը անդադար Աստված իրեն ասավ, ասիգա ուրիշին գինն է, Փարավոնը ասավ Աբրահամին արգինդ, ար բոլոր աս հարստությունները երգիրես ցույց ելիր։ Ուրեմն իրենք ճամփայելան անգամ եւս թեպի Կանանու։ Դժբախտաբար Դագավին Սարան անբուդուղ մնաց։ Ինքը գիտեր որ Աստված Աբրահամի խոստված էր որ որդի պիտի ունենան։ Բայց ահա արդեն այդ խոստում են 10 տարի եւս անցած էր եւ Դագավի մշտիկ չի գար։ Բնական էր որ Սարան թույլ տվավ որ իր վախերը հաղթահարեն իրեն եւ ինչ արավ ինքը առանց Աստծո հետ խորհրդակցելու ինք իր որոշումը արավ։ Իր Եգիպտացի աղախինը Հակարը Աբրահամին տվավ իբր երկրորդ գին։ Գիտենք որ Հակարը հի մնաց, բայց Սարան ինչ որ իր միտքի մեջ գգարձեր որ պիտի բադահեր, այո, սա որ Հակարի միջոցով կոնը ես զավակ ունենամ, բայց որ գիտեր միտքի մեջ ուրիշ բաներ գար եւ այդ չեղավ։
Ուրեմն հակարը ինչ եղավ, հղի մնաց եւ Սուրբգիրքը գսե, երբ հղի ըլլալը իմացավ, իր դիգինը իր աչքին արջև անարգվեցավ։ Ասիգա Սարան այլևս չի գրծավ համտուժել, չէ։ Քնած քանքադեցավ Աբրահամի, Աբրահամն ասավ, it's your problem, թուներ ասիգա, you solve it։ Ուրեմն սկսավ քեշ աչքով նայել հակարին եւ աչափ ով գիտե զզվեցուց հակարին, որ հակարը փախավ։ Բայց հրեշտակ երևցավ հակարին, ասավ եթուն քու դերոջը տունը կնա։ Ուրեմն Սարան 77 տարեկան էր, Աբրահամը 86, Իսմայելը ծնավ։ Okay? So հիմա ադոր բարա 15 տարի եւս անցավ։ Սարան եղավ 91, Աբրահամը 99 եւ Աստված երևցավ Աբրահամի անունը փոխեց Աբրահամը, իսկ Սարային անուն փոխեց Սարա եւ ասավ Սարայի բիդի օրհնեմ, նաեւ անգե որդիմը բիդի դամ քեզի ու բիդի օրհնեմ զանիգա ու ասկերու մայրը բիդի լա։ Անորամար Սարա ինչպես ասի իշխանուհի, մեկ հոգի չի պատկանիր, բոլոր ասկին կպատկանի։ Ուրեմն երրորդ անգամը լալով Աստված նորեն երևցավ Աբրահամի այդ երեք մարդերու միջոցով, գիտես գրագին շուրջը, եւ ասավ քալ դարի անշուշտ քեզի վիդի թարնամ եւ ահա քու գինդ Սարա որդիմը բիդունենա։ Սարան ուր էր, վրանին մեջը մրի գրավասի գալ լսեց եւ խնդաց։ Եթե ես լայի, ես աբիդի խնդայի։ Ով լսած է, որ 91 տարեկան գինը բզդիկ պիտի ունենա, չէ։ Եվ ինձի համար Սարայի աս խնդվածքը թերահավատի խնդվածքն էր։ Ասկի հետո ուրեմն Աբրահամ եւ Սարա կացին այս անգամ Քերարայի մեջ, ուր անգամ մեևս մեր Աբրահամը Սարային գինդվավ Ափիմելեք թակավորին, նորեն իր քեղեցկությանը պատճառով, բայց այդ գիշեր Աստված գսե որ Սուրբգիրքը առաջ որ Ափիմելեք իրեն գինը ըրավ, երևցավ երազի մեջը եւ ասավ որ Սարան ուրիշին գինն է։ Նորեն Ափիմելեք արդունգանուխ ելավ, Աբրահամին ասավ արգինը, ար բոլոր հարստությունը 1000 silver արձած քնաստեղեն։ Ուրեմն, երբ որ Սարան քիչ մռարարջավ երթան, մեկ տարի, ասենք թե հղի մնաց 91 տարեկանին, Աբրահամ 100 տարեկանին ով ծնավ Իսահակ։ Եվ Իսահակ ինչ կնշանակե հայերենով խնդվածք, չէ՞։ Խնդուկ, laughter։ Ուրեմն ինձի համար Սարայի այս խնդվածքը, ուրեմն այդ թերահավատ խնդվածքը վերածվեցավ ուրախության վկայության։ Եվ Սարան ասավ Աստված զիս խնդացուց ամեն լսողը ինձի հետ պիտի խնդա։ Իսահակի ծնունդեն վերջը միան երկու անգամ 5 դագարանի մեջ միան երկու անգամ եւս Սարայի անունը հիշված է։ Առաջինը, երբ որ Աբրահամը խնջուկը պատրաստեց, որտեղ Իսահակը գուրցք գաթը առնելեն եցավ, Իսմայելը խնդալու սկսավ Իսահակի վրա եւ Սարան ասավ որ Չեմուզեր քու հարստությունդ Իսմայելի երթա Իսահակի բեկեն, որև այն ժամանակ առաջին դղա զավակին երթար, որ հասությունը մահեն վերջը։ Ուրեմն վրընդեց Հակարի եւ Իսմայելի դունեն, իսկ երկրորդ անգամ որ լսեցինք Սարային, գարտացինք Սարայի մասին, անալ երբ որ եղավ 127 տարեկան եւ մահացավ, թաղվեցավ Կանանու Մակփելայի քարայրին մեջը Հեբրոնի մոտը, Քերփոնի մոջը։ Ուրեմն երբ որ նորեն վերակաղրի մեկ հարցումից պատասխան չի գար Սուրբգիրքի մեջը, այնալ երբ որ Աստված Աբրահամի ասավ որ Իսահակը բիդարնես, լերը բիդանես, բիդի զոհես իրեն։ Չենք գիտեր Սարան ինչ կեցված ունեցավ, ինչ ըսկաց, որտեղ այն ժամանակ ինչ որ ենթադրենք Իսահակը 12-13 տարեկան է։ So հավատքը աչափ մեծավ ով գիտե Սարայի որ նորեն հնազանդ եղավ, չի կանգադեցավ եւ ամուսինին հետ յոլա կնած սկսեմ յա։ Ուրեմն Սարայի պատմությունը այսքան, ինչ կսորվինք Սարայի պատմութենեն իբրգին եւ իբրմայր։ Ինձի համար սկիզբը, Սարային գբայման I blamed her. Գայբանեի, որ ինչպես նախ որ քու ուրիշ վիմը գբերես ամուսինիդ կուդաս։ Կամ ինչպես առանց գրիվ հանելու ուրիշին գնի կերտաս։
right? Բայց գիտեմ որ Սարայի կյանքը թասերով լեցուն է եւ ինքը գադարիալ գին մչեր, ես գադարիալ անց մչեմ, թուն թերևս նույնը կսկաս, բայց երբ որ մենք ուզենք աստուծո մոդենալ, կմոդենանք իրեն մեր թե սխալներով եւ թե մեր լավ գերբերով ինչպես որ Սարային եղավ։ Ուրեմն ինձի համար Սարան 5 տաս սորվեցուց, ցեզի համար թերևս ուրիշ տասեր կան, սո անիգա քիչը գարչ ծևով բաժնեցին։ Ուրեմն առաջին տասը Սարայի հարկանքը, հնազանդությունը եւ իրեն ամուսինին գողագից ըլլալն էր։ Քանի անգամ փողատրվեցավ, right? Դունը դեղը ցկեց, հանկիստը ցկեց, մայրը, քույրերը եւ քնած անզանոթ երգիր, աբական չեր գիտեր ինչ պիտի լար եւ անիգա չեր փավեր երկու անգամ ուրիշին գին քնալու քնած։ Դուն անիգա պիտի ուզեիր։ Երևակայ որ Dominican Republic կացիր եւ ամուսինը դասավ որ շատ քեղեցիկ ես, հաջիսս է որ տունիմ քույրս ես։ Բիդնես անիգա։ Հավանաբար ոչ, բայց Սարան շատ հնազանդ էր եւ քրանը չի բացավ։ Հիմա դուք բոլորնիդ հոս մենք հյուր եկած ենք աս երգիրի մեջ, չէ՞։ Ուրիշ երգիրները քանի անգամ սերդունը ցկեցիք, Կանադա եկաք։ Առանց գիտնալու որ ծեր աբական ինչ պիտի լա, ինչ գործ պիտի, ուր պիտի ապրիկ, ինչ բարեկամ, ինչ լեզու, ինչպես սերդունը ամեն ինչ հոն ցկեցիք, Սարային պես ամեն ինչ ցկեցիք, հոս եկաք։ Բայց հիմա ադոր արդյունքը ինչ եղած է քույրեր։ Ամեն մեկերնիդ դուդուխ քաղեցիք։ Ամեն մեկերնիդ թիրքի մահասակ։ Ծեր բաժարով ծեր զավակներն հավանաբար թիրքի մահասած են հիմա։ Այնպես չէ։ Եվ այո ծեր ամուսինին կյանքը սենքտեվս փրկած չեղակ հոսքալով, բայց եթե դղա զավակ ունեիք, այդ երգիրներու մեջ զինվորություն կար, գրնար գամավոր զինվոր երթարելալ, իրեն կյանքը բդանքի դակ գրնարելալ, սո մեկ ծեր հոսքալով գրնակ ծեր զավակին կյանքը փրկածելալ։ Ուրեմն ասիգա մեկ առաջին մեկ տասն էր, որ Սարային սորվեցա։ Իսկ երկրորդ տասը ժարանքն էր։ Աստված խոստացավ Սարային էր ասկերու մայրը, եւ իր ժառանգությունը շարունակվեցավ իր մահենդարիներ, հետո մինչեւ Հիսուսի ծնունդը։ Իբր ծնող մենք կուզենք, որ ժառանգ մցկել մեր զավակներուն։ Բայց այդ ժառանգ գրնալ երկնային ժառանգ, կամ like earthly, երկրային ժառանգ, թրամ ցկել, մեր ոսկեղենները ցկել եւ այլն, հարստությունը, բայց այդ ժառանգը, որ ես կուզեմ իմ զավակիս ցկել, ինչպես որ իմ մեծ մայրս ցկեց, հավատքն էր, հավատարիմ գիրելարն էր։ Ուրեմն մտածենք, որ մեր այսօրվա խնամքը, մեր կորձերը, մեր զավակներու գուրտությունը, մեր աբակայի սերունդի վրա պիտի աստե, մեր հաջորդ սերունդը դիցևավորենք։ Ուրեմն ապրենք կյանքը, որ լավ օրինակ լանք մեր զավակներուն եւ այդ երկնային ժառանգը ցկենք իրենց։ Իսկ երրորդը հավատքն էր։ Ուրեմն Սարայի կյանքը ես կգարձեմ, որ սկիզբը փոխվեցավ գասկածեն, անհավատամութենեն մինչև հավատք։ Ժամանակի ընթացքին սորվեցավ հավատալ Աստծո եւ իր խոստումին։ Սկիզբը հավանաբար Սարայի հավատքը այսպես հորիզոնական հավատք էր, բայց վերջը vertical եղավ։ Գիտենք, որ Հռոմեացի 11-րդ թողում մեջը գսև խոսի Սարայի հավատքին մասին։ Ուրեմն Սարայի հավատքը ասանք it was a journey, բդույթ մներ, երթալեն զորացավ։ Ուրեմն այս օրինակը մեզի կքաչալար է, որ մենք հավատք ունենանք մեր այս անգարելի վիճակներում մեջը։ Կյանքը թյուրին չէ, գիտենք, որ բավական վերեկներ բին ունենանք եւ գա ադեններ, որ Սարայի պես թերահավատ լանք։ Բայց եւ թերևս սխալ եմ, ես խորին, որ Աստված մեզ մե այդ 24 ժամ օրական գադարյալ հավատք չուզեր, բայց գուզե որ իրեն քայլ իրեն հետ խոսենք, իրեն հավատանք, իրեն վստահենք եւ համբերություն ունենանք։ So հիմա մեր սրդին մեջ արդյոք ինչ աղոթքներ կան, կամ ինչ փափակներ կան, որ հավատքի պետքություն ունի։ Եվ արդյոք մենք հավատարիմ ենք Աստծո, որ սպասենք, որ իրեն ժամանակին ինքը մեզի պատասխանե։ Եվ երբ որ այդ վիճակի մեջ ըլլանք, մեր դժվար վիճակի մեջ ըլլանք, մեր զավակները մեզի կտեսնեն իբր հավատացյալ մայր,
որ ձունգի եկած գաղոթե, գամ գտեսնե իբր մայր, որ շուտով ասանք կչայնանա, որ գործված վիճակ մուգունենա, գհուսախապի, so ինչ տեսակ օրինակ ենք մենք մեր զավակներում, մեր հավատքովը։ Չորրորդը համբերություն և հաստատակամություն, perseverance։ Երևակայեցեք, որ Սարան 25 տարի Աստծո առաջին խոստում են, 65 տարեկանեն զավակի սպասեց։ Բայց 65 տարեկանեն առաջ կգարձեմ, որ իբր գին ուզեց մայրը լալ։ So եւ չեն գիտեր քանի տարեկանին, so 25 տարին ավելի այս գինը կսպասեր, որ մայրը լար։ Եվ այո, գիտենք Սարան մեկ սխալ կործեց, չէ՞ այդ աղախինը որ դվավ, բայց կգարձեմ, որ այդ իրեն համբերությունը որ հադավ it was ինձ չի like surprise չրավ, right? Անագնգալի չեղավ։ Ես անցնաբես անհամբեր անցմն եմ։ Եվ անդրադարձած եմ, որ իմ անհամբեր վիճակիս մեջը սխալ որոշումներ արած եմ, սխալ քայլեր արած եմ, եւ ինքս դակնավի մեջ դրած եմ, չխայնացած եղած եմ։ Բայց ինչ գիտենք, որ Սուրբ Հոգի բուդուհին մեկը ինչ է, համբերություն։ Ուրեմն ընկերուհիմ ունին Լենան, որ որոշ անցերքեր են Չիլին Իրան Ղարաբեդյան, որ ինձ 2 տարի առաջ ասա, որ Էմմա ասա, ամեն տարի դարվան առաջին օրը փարը ընտրե, որ ադոր վրա պիտի թուրանանաս։ Այս տարվա փարը ինձի համար համբերությունն էր։ Եվ սրտիս մեջ մեծ աղոթք ունիմ, հավանաբար թուգալ, որ կամին իմ զավակս Հիսուսի կա։ Ամեն, ամեն, ամեն։ Հավատքով պիտի տեսնես։ Այո։ Ուրեմն դու արդյոք սրտիդ մեջ ինչ խոստում դրած է ասված, ինչ պատասխանի կսպասես։ Իսկ երկրորդ բնավորությունը Սարային որ շատ գահարքեմ, անալ իր հաստատակամություններ։ Շատ դժվար օրեր ունեցավ։ Մենք մեզի իրեն դեղը տնենք։ Քանի անգամ փոխադրվեցավ։ 2 անգամ ուրիշի գին դարձավ։ Ուրիշ գինը իր դունին մեջը բերավ։ Զարան իրեն անարգեց եւ ուրիշին զավակ իր դունի մեջ կմեցնավոր։ You know, this takes perseverance, այնպես չէ։ Բայց այս բոլորին հանդեպ դոգած։ Մեկ սխալերավ, բայց դոգած։ Ուրեմն հիմա Տուն ինչ անգարելի վիճակի մեջ կտեսնես տուն քեզի առողջության տրամական վիճակ զավակի գործված զավակ կորզի դժվարություն ընտանեկան հարցեր չեմ գիտեր բայց ինչ որ ալլա եթե զորավոր գնանք համբերություն ունենանք ինչ լավ օրինակ կրնալ մեր զավակներուն, որովհետև իրենց կյանքին դժվարություններ պիտի ունենան։ Բայց եթե իրենք մեզ սորված են, որ հաստատ մնանք, հագարակ կյանքի դժվարություններուն, հավանաբար իրենք պիտի կրնան հաղթահարել։ Եվ ինչ որ ալլա խոսենք Աստծո հետ, անգեղձորեն մեր զգացումները, մեր our thoughts, արդեն գիտե որ որոշումները, արդեն գիտենք որ Սուրբ Գիրքը գսե որ ինչ որ մեր միտքի մեջ գա, ինչ որ մեր լեզուին վրա գա, չելած արդեն Աստված գիտե ինչ է։ Ուրեմն հիշենք որ Աստծո կով անգարելի բան չի գա, ինքը հավատարիմ Աստված մնե եւ մեզի շատ կսիրե։ Իսկ վերջին տասը սպասել ժամանակին, Աստծո ժամանակին եւ հաղթահարել այդ գասկածները, որ մեր մեջ կան։ Սարային այդ մեկ սխալը թերևս մտածեց, որ Աստված մոռացած էր իրեն մասին։ Գամ ասա, որ արդյոք սխալ հասկացանք իրեն խոստումը մեզի։ Եվ ասա, որ ես օգնեմ Աստծո, let me help him out, հա? Ցերկի իր կորձը, իր ցերկը արավ, եւ գիտենք ադոր արդյունքի ինչ եղավ։ Թշնամին մեր միտքերը երբեմն կբողդորե եւ մեզի գասկածի առաջնորդե։ Եվ մենք կսկսենք մեր հասկացողության վրա հենիլ եւ մեր ցևով ուզենք բաներ անել եւ երբեմները գցախողենք եւ վերջին ինչ կսենք ով դեր ինչ ըրի օգնե ինձի ասին սխալը կործեցի Տուն գրնաս եթե մտածես ժամանակի մասին որ այդ սխալը տուն ըրիր արդյոք որը սիր ով դեր
ինչրի եւ Սարային դես զղջացիր։ Ասված մեր բոլորին համար նպատակ ունի, վերջին խոսքը միշտ իրեն գբատկանի եւ գիտեմ որ սпасելը դժվար է, գասկած ամատությունը մարդկային է, բայց գիտենք որ ասված իր խոստումները միշտ կգադարե իր ժամանակին եւ մեզ մեկ կմնա հավատքի մեջ մնալ։ Ուրեմն ամփոփելով 6 կետերը ասված գոկտակորձե անգադար մարդոց Սարան ինչպես անգադար էր չնայեցավ իրեն թուլություններուն օրհնեց Սարային Իսահակով հնազանդությունը օրհնություններ կբերե հավատքը կհաղթահարե գասկածին Աստծո խոստումները հաստատ են Աստծո ժամանակը կատարյալ է եւ մեր ժառանգը թողլա մեր զավակներուն եւ հարաճկա սերունդին Աստծո բերել Ամեն Այո, շնորհակալ ենք Էմմա, շատ գեղեցիկ, հագիր եւ գեղեցկորեն դարբեր անգլիները Սարայի հատկանիշերը եւ իր դժվարությունները։ Մենք գտնում Սարային կայբանենք ածխալին համար, բայց իրական դժվարության կապրեց Սարային։ Այո, ժամանակ։ Այո։ Ես այսօր մի խոսիմ Եղիսաբեթի մասին, որ կգտնվի Սուրբ Գիրքի մեջ առաջին գլուխ Ղուկասին։ Առաջ կուզեմ ասել Եղիսաբեթ անունը ինչ ասել է։ Եղիսաբեթ նշանակում է իմ Աստված արադություն է։ My God is enough։ Եղիսաբեթը Ահարոնին աղջիկներեն է։ Elizabeth was a Levite։ Եվ ակգարտանք Ղուկասի մեջ, որ Էլիզաբեթը Զաքարիա քահանային գինն էր։ Ասիկա շատ կարևոր բան է ինձի համար, որ քահանայի գին ըլլան։ Որովհետև մենք կհիշենք 5 դագարանը Սուրբ Գիրքեն կգարտանք Մաղաքիա 2:7-ի մեջ քահանային շուրթունքները գիտություն պահելու են։ Մարդիկ անոր փերնին օրենք փնտրելու են։ Քանզի անիկա զորքերու դերոջը տեսպանն է։ Ուրեմն ես կգարձեմ վստահ եմ, որ Եղիսաբեթը հոգևոր գիտությունով մեծած է եւ կշարունակեր կործածել իր ամուսնություն ժամանակը։ Հիմա պիտի խոսիմ Եղիսաբեթին ցավին մասին։ Եղիսաբեթը մեծ ցավ ուներ, ամուլ էր, տարիքով մեծ էր եւ կարոտ էր մայր ըլլալ։ Վստահ եղեք, որ կսկար ինքզինքը ցախող էր, իր բարդականությունը եւ գոչում իբր գին պետք է հղի ըլալ եւ զավակ բերել։ Արդյոք ժողովուրդը փամփասություն գնային իր վրա։ Արդյոք ամոթի մեջ կսկար Եղիսաբեթ, պետք է ասփաները հիշենք իր մասին։ Բայց հիմա պիտի պատմեմ եւ խոսիմ Եղիսաբեթին ուրախ ժամանակը։ Հիմա գուզեմ խոսիլ երբ հրեշտակ երևցավ 2 անձի ուրախ լուր տալու համար։ Առաջին անգամ Գաբրիել հրեշտակը երևցավ Զաքարիային, որ Եղիսաբեթին ամուսինն էր, որ իր աղոթները լսվեցավ, որ Եղիսաբեթ որդի պիտի ծնի ու անունը Հովանես պիտի կոչվի։ Եղիսաբեթ հղիացավ ու 5 ամիս առանձնացում պահեց։ Երկրորդ անգամ, որ հրեշտակը երևցավ, որ աս ուրախ լուրը տալու, տվավ Մարիամին, որ մեր Տերոջը Հիսուսին մայրը գլա։ Մենք կգարտանք ասոր մասին Ղուկաս 1:36-ի մեջ, ահա քու ասկագանդ Եղիսաբեթ, անիկայալ իր բարավություն ադենը, արու զավակով մը հղի է։ Բայց հետաքրքիր է, որ ինչու հրեշտակը Էլիզաբեթին այս ուրախ լուրը չի տվավ։ Ես քիչ մասոր մասին խորեցա, ինչու հրեշտակը 2 կարևոր անձերու այս լուրը հասցուց։ So it was very interesting to me. Հիմա պիտի խոսին Եղիսաբեթին իբր ինչ տեսակ կին է եւ ինչ տեսակ մայր է։ Ես տեսա, որ Եղիսաբեթը
կարևոր գիմներ։ Բազմանշանակ էր Աստծո առաջ։ Արդար գիներ, կհետևիր Աստծո պատվիրանքները, հնազանդ գիներ, հավատարիմ գիներ, եւ շատ սիրեցի, որ ինքը she comforted Mary, she was supportive. Կարծեմ հայերեն գուսեն աչագացող, այո, շատ սիրեցի ադիգա։ Եվ իբր մայ մեկ նախատասություն միդեսեմ, նշանավոր Հովանես Մգրդիչին մայրը եղավ։ Փամը պետք չունիմ ավեցնելու ասոր մեջ։ Ես երկու կարևոր աստվածային հատկանիշներ տեսա Էլիզաբեթի մեջ։ Խոնար գիներ եւ իմաստություն գիներ ուներ, godly traits։ Երբ Մարիամ դունը Էլիզաբեթին դունը հասավ, բարև տվավ, այս ադեն Էլիզաբեթ 6 ամսվա հղի էր։ Կարևոր գետ պիտի շեշտեմ հիմա։ Եղիսաբեթ Սուրբ Հոգիով լեցվավ։ Սուրբ Քիրքեն պիտի կարդամ, Ղուկաս 1:41 մինչև 44։ Երբ Եղիսաբեթ Մարիամին բարևը լսեց, մանուկը անոր որոնային մեջ խաղաց, ու Եղիսաբեթ Սուրբ Հոգիով լեցվեցավ, եւ բարձր ձայնով մկանչեց ու ասավ. Օրտնյան ես թում գիներու մեջ եւ օրտնյան է քու որոնայնի բուդուղը, այս ինձի ինչպես եղավ, որ իմ դերոջս մայրը ինձի եկավ, վասնզի ահա երբ քու բարևիտ ցայնը ագանչիս հասավ, մանուկը որոնայիս մեջ խաղաց ուրախութեն են։ Ես տեսա, որ Էլիզաբեթ խոնար է եւ իմաստություն ուներ, ինչպես խոնար էր, որովհետև ես տեսա, որ Էլիզաբեթ հղի մնաց մեծ տարիքով եւ հնավ չսկաց նայիր, հաբար չսկաց, որ նայիր ես հղի եղա, հնավ այնպես չրավ, ինքը ավելի գետրոնացավ, որ իր ասկագանը Մարիամի հղի էր, իր դերոջը մայրը իրեն այցելած էր, ադոր կարևորություն գնավ եւ իմաստություն ուներ, որովհետեւ ինքը երբ որ Սուրբ Հոգիով լսավ, իմաստությունով գխոսի եւ իմաստությունով գքալե, ադիգա տեսա իր մեջը։ Հիմա գուզեմ կետրոնալ թասեր, որ սորվեցա, ինչպես Եղիսաբեթ օրինակ էր ինձի։ Եղիսաբեթը օրինակ էր սպասել, գիտեր ինչպես սպասել։ Համբերություն ուներ այս կինը, հավատարիմ էր այս կինը, անսասան հավատք ուներ, եւ օրինակ էր, որ մեր աղոթները գլսվին։ Ամեն։ Բայց արդյոք ես եւ թուն ինչպես կսպասենք, համբերությունով կսպասենք մենք, քանքադելով կսպասենք, կասկածելով կսպասենք, մենք պետք է հոգ չնենք, հիշենք, որ մեր հոգերը Աստծոդան, եւ դարձյալ կուզեմ ասել, Եղիսաբեթ անունը ինչ ասել է, իմ Աստվածս արադություն է։ Ամեն։ Ամեն։